չենք իմանում, ինչ փունջ են ներարկել երեխային, հոգեմ են։ Զինծառայողի ընտանիքի բողոքից հետո մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ։ Զինվորի տատը ավելի վաղ աղազանգել էր, որ հոսպիտալում տղային ստիպողաբար հոգեմետ դեղեր են տալիս ու չեն ապահովում հոգեբանի հետ խորհրդատվություն։ ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել հոսպիտալի ղեկավարության հետ, ինչպես նաև առանձնազրույց ունեցել զինվորի հետ։ Միայն ՄԻՊ աշխատակիցների միջամտությունից հետո զինվորը ստացել է հոգեբանական աջակցություն եւ տեղափոխվել առանձին պալատ։ Զինծառայողի խոսքերին ավելի վաղ արձագանքել էր Պաշտպանության նախարարությունը ու հայտնել, որ զինծառայողը հետազոտվել եւ բուժվում է հոժարակամ։ Նրա կամքին հակառակ բժշկական որևէ միջամտություն չի իրականացվել։ Դեղորայքը նշանակվել ու տրվում է գործող առողջապահական ստանդարտներին համապատասխան։ Եթե քաղաքացին չունի սմարթ հեռախոս կամ չի կարողանում օգտվել Արմեդ հավելվածից, կշարունակի ստանալ իրեն հասանելիք առողջապահական ապահովագրությունը, այսօր հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Եթե անձը չունի սմարթ հեռախոս, ապա պոլիկլինիկայում նրանց ուրեմն բժիշկը բացում է այդ Արմեդը իր արդեն տեսանելի դաշտերը եւ այնտեղ է համաձայնության կոճակը սեղմում ներկայացնելով պացիենտին եւ այսպես իրականացում։ Այսինքն այստեղ էլ որևէ խնդիր չկա։ Եթե չունի մարդը սմարթ հեռախոս, դա չի նշանակում, որ նա այս երաշխիքից ինչ որ առումով խնդիր կունենա օգտվելու։ Պետությունը ապահովագրում է մինչև 18 տարեկան 65 եւ բարձր տարիքի 18-ից 65 տարեկան առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին։ Բյուջեից փոխանցվող վճարի չափը կազմում է 129,600 դրամ։ Ապահովագրությունից կարող են օգտվել ոչ միայն նշված, այլ նաև գրանցված աշխատողներ, Հայաստանի քաղաքացի եւ ռեզիդենտ հանդիսացող քաղաքացիներ, ծառայություն մատուցողներ եւ այլ խմբեր։ Հայաստանի Ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը բռնել քրեական հետապնդումներով, այլև սեփական թիմակիցներին է, գրել է հրապարակ օրաթերթը։ Ըստ թերթի աղբյուրների տեղեկությունների, իրավապահները նյութեր են նախապատրաստում ԿՊԱ-ական падգամավոր Հայկ Սարգսյանի դեմ, որին ԿՊ վարչությունը չէր ընդգրկել նախընտրական ցուցակի թեկնածուների մեջ։ Այդ որոշումը Սարգսյանը բողոքարկել էր, սակայն մերժում էր ստացել, որից հետո նա սպառնալից ակնարկներ էր արել, թե անուններ կտա, ով եւ ինչու է պայքարել իր դեմ։ Երեք Փաշինյանը անդրադառնալով նրան հայտարարել էր, թե չի կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելը բխում է Սարգսյանի շահերից։ Հրապարակը գրել է, որ թեև այդքան էլ չեն հանրայնացնում, բայց սրանից պարզ հնարավոր չէր ասել եւ հերու չէ այն օրը, երբ Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին։ Ավելի վաղ էլ օրաթերթը գրել էր, որ Հովիկ Աղազարյանին մեղսագրվող կաշառքի գործով շոշափվում է նաեւ Հայկ Սարգսյանի անունը։ Գործով վկաները հեռախոսային զրույցի ընթացքում նրա մասին են խոսել, ասել, որ նախկինում ոչխարների արտահանման գործը ամբողջությամբ Հայկի ձեռքին է եղել։ Քաղաքացիները հեշտությամբ մի հատ դիմում կան։ Երևանում խցանումների խնդիրը շարունակում է մնալ ծայրահեղ մտահոգիչ քաղաքացիների համար։ Ցույց են տալիս Գալուփի հարցման արդյունքները։ Հարցված քաղաքացիների 82%-ը կարծում է, որ խցանումները ավելացել են։ Երևանի քաղաքապետարանի իրականացրած դրական փոփոխությունների շարքում քաղաքացիներն առաջին հերթին առանձնացրել են նոր ավտոբուսների ներմուծումն ու տրանսպորտային համակարգի թարմացումը՝ մոտ 17%։ Որպես դրական քայլեր նշվել են նաև ասֆալտապատումը 12.5%, աղբահանության կազմակերպումը 16%, պակերի ու այգիների բարեկարգումը շուրջ 10% եւ կանաչապատումը 7.7%։ Այդուհանդերձ հարցվածների 26.6%-ը նշել է, որ որևէ դրական տեղաշարժ չի նկատել։ Դուք ունեք ձեր դիմացի մայթերը։ Ռուսաստանի արտգործնախարարության եվրոպական հարցերով դեպարտամենտի ղեկավար Վլադիսլավ Մասլենիկովը 10-ի հետ զրույցում զգուշացրել է, որ Եվրամիության հետ մերձեցման որոշակի փուլում Բրյուսելը Երևանից կպահանջի լիակատար քաղաքական համերաշխություն, այդ թվում հակառուսական հարցերում։ Դիվանագետի խոսքով Եմեն ցանկացած տեխնացու երկրից պարտադիր պահանջում է միանալ իր արտաքին քաղաքականությանը, որն այսօր բացահայտ հակառուսական ուղղվածություն ունի։ Մասլենիկովը նշել է, որ նույնիսկ Բրյուսելի բոլոր պահանջների բավարարումը չի երաշխավորում անդամակցություն ԵՄ-ին, իսկ հնարավոր անդամակցությունն էլ չի ապահովում երկրի բարգավաճումը։ Ըստ ռուս դիվանագետի, Երևանի հարկադիր մերձեցումը Եվրոպայի հետ կարող է բացասաբար անդրադառնալ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների եւ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների վրա։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել, որ Եմեն վերափոխվում է ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանը որպես ԵԱՏՄ անդամ գիտակցում է այս գործընթացի ռիսկերը։
ժամանակ Մասլենիկովը նշել է, որ Մոսկվան հարգում է պետությունների ինքնիշխան իրավունքը ընտրելու իրենց տնտեսական միավորումները, սակայն Բրյուսելն արդեն սկսել է Երևանին պարտադրել չափանիշներ, որոնք հակասում են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններին։ Զվարթնոց օդանավակայանում չեղարկվել են մի քանի չվերթներ։ Ըստ կայքում հրապարակված չվացուցակի տվյալների չեղարկվել է Կրասնոդար-Երևան չվերթը, ինքնաթիռը Երևանում պետք է վայրեջք կատարեր 13:45-ին։ Չեղարկվել է նաև Թեհրան-Երևան 2 չվերթ։ Զվարթնոց օդանավակայանից դեռևս չեն մեկնաբանել, ինչով է պայմանավորված թռիչքների չեղարկումը։ Ցածր ջերմային ֆոնով առանձին հատվածներով նաև մառախուղով Վաղվանից Հայաստանին միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ձնաբեր ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը ներառյալ, հայտնել է հիդրոթերապևտաբան Գագիկ Սուրենյանը։ վաղը երեկոյան ժամերից սկսած մինչև փետրվարի 4-ը հանրապետության առանձին շրջաններում կդիտվեն տեղումներ, հիմնականում ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում նաև կդիտվի քամուր գնացում մինչև 17-ից 20 մետր/վայրկյան հեռագությամբ, բուք ցածր հորիզոնական տեսանելիություն, բայց քանի որ այդ ցիկլոնը գալիս է միջերկրական ծովից, այն հարավ-արևմուտքից իր հետ բերում է տակոթային հոսանքներ, ինչի արդյունքում վաղը ցերեկային ժամերից սկսած մինչև փետրվարի 3-ը ներառյալ հանրապետության ողջ տարածքում, այդ թվում նաև Արարատյան դաշտում ու Երևանում, օդի ջերմաստիճանը այս օրերի համեմատ կբարձրանա մոտ 7-ից 8 աստիճանով։ Իրան-ԱՄՆ հակամարտությունը թևակողել է վտանգավոր փուլ։ Վաշինգտոնը սեղանին է դրել ռազմական գործողություններ իրականացնելու նոր տարբերակներ։ Եվրամիությունը պաշտոնապես ահաբեկչական կառույց է ճանաչել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Սա նշանակում է, որ կառույցը հայտնվել է նույն ցանկում, ինչ Ալ-Քաիդան եւ Համասը։ Սահմանափակումներ են կիրառվել Իրանի ներքին գործերի նախարարի, գլխավոր դատախազի եւ ուժային կառույցների այլ պաշտոնյաների նկատմամբ։ ԱՄՆ-ն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկչական էր ճանաչել դեռևս 2019 թվականին։ Այս ամենին զուգահեռ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է, որ Իրանին հասանելի են ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ամբողջ ռազմական ենթակառուցվածքները։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին Իրանը հայտարարել է Օմանի ծոցում եւ Հնդկական օվկիանոսում խոշոր զորավարժությունների մեկնարկի մասին։ Իրանի ռազմածովային ուժերին կմիանան Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմանավերը։ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի որպես ահաբեկչական խմբավորում ճանաչելու որոշումն անվանել է պատմական նվաճում։ Այն թույլ կտա հարվածել Իրանի տնտեսությունը վերահսկող եւ սեփական ժողովրդին ճնշող կառույցին։ Ի պատասխան Թեհրանը դատապարտել է այս քայլը, պնդելով, որ Եվրոպան գործում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի թելադրանքով։ Վաշինգտոնը Թեհրանին կրկին կոչ է արել գնալ համաձայնության։ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Իրանն ունի բոլոր հնարավորությունները գործարք կնքելու համար, սակայն պետք է հրաժարվի միջուկային զենք ստեղծելու հավակնություններից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հեռախոսով խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր խաղալ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Թուրքիա հանդիպելու իր գործընկեր Հաքամ Ֆիդանի եւ նախագահ Էրդողանի հետ քննարկելու տարածաշրջանային լարվածությունը։ Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Արաղչիին հավաստիացրել է. Բաքուն թույլ չի տա օգտագործել Ադրբեջանի տարածքն Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին խնդրել է մինչև փետրվարի 1-ը դադարեցնել Կիևի վրա հարվածները, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Ուկրաինայում սաստիկ ցուրտ է, Պուտինը համաձայնեց անել դա, մենք շատ բարձր ենք գնահատում, սա սարսափելի դաժան պատերազմ է։ Թրամփի խոսքով շատերն ասել են Պուտինին զանգելն անիմաստ է, քանի որ նա չի տա դրական պատասխան։ Վերջին օրերին Ռուսաստանի հարվածների պատճառով միլիոնավոր մարդիկ զրկվել են էլեկտրաէներգիայից եւ ջեռուցումից։ Մարդկության համար պոտենցիալ բնակելի մոլորակ է հայտնաբերվել, հայտնել է The Guardian-ը։ Ըստ թերթի Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից եւ
ԱՄՆ-ից մի խումբ գիտնականներ այդ մոլորակում հայտնաբերել են նոր մոլեկուլ պրոաստղերի շուրջ միջաստղային սառույցներում։ Մոլորակը երկրից 146 լուսնային տարի հեռավորության վրա է գտնվում ու իր չափերով մեծ է երկրից ընդամենը 6%-ով։ Ըստ գիտնականների, մոլորակը պտտվում է աստղի շուրջ, որը նման է արեգակին։ Հետազոտողները, որոնց խոսքերը մեջ բերել է թերթը, ընդգծել են, որ մոլորակը 50% հավանականությամբ գտնվում է իր աստղի բնակելիության գոտում եւ նրա շուրջ պտույտ է կատարում 355 օրում։ Այդ աստղը ավելի սառն ու աղոտ է արեգակից, ուստի ջերմաստիճանը մոլորակի վրա կարող է իջնել մինչև -70, նշել է պարբերականը։ Հետազոտական աշխատանքի հեղինակներից մեկի դոկտոր Չելսի Հուանգի կարծիքով մոլորակն ապագայում կարող է դառնալ ամենաառաջնահերթ օբյեկտը դիտարկման համար։